Գյումրու ընտրությունների կոնտեքստում ես եմ այսօր աստղը էլի համար 1։ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի падգամավոր Վիլեն Գաբրիելյանն իրեն աստղեր զգում լրագրողին հանրային վայրում փողոցում հայոյելուց հետո։ Ես ինչ-որ նկարել էստե, ով շահ հրապարակի է Երեկ Գյումրիում Եվրամեդիա լրատվամիջոցի լրագրող Կորյուն Սիմոնյանը մոտեցել էր ԿՊԱ-ական падգամավորին հարցեր տալու, փորձել էր հասկանալ խմած է падգամավորը, նա էլ ոչ սթափ վիճակում սեռական բնույթի հայհոյանքով պահանջել էր, որ չհրապարակի տեսանյութը։ Այդ տեսանյութը հրապարակվեց ու դրանից հետո լրագրողները Գյումրիի կենտրոնում շրջող падգամավորից պահանջում էին ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել։ Մանդատը վայր կդնեք այս ամենից հետո։ Դու ուզում ես հենց հիմա տամ ձեռդ գնաս։ Այո, ապա չէ, լսեցրեք մարդկանց։ Մարդիկ պետք է գնահատական տան։ Մարդիկ լսում են, դուք լսեք։ Հա, չէ։ Դուք լսեք։ Այդ ես հայհայում էի։ Բա ինչ էիք անում։ Բայց դու էր արանքը։ Պաշտպանության հանձնաժողովի ԿՊԱ-ական անդամը անսթափ վիճակում Գյումրիի փողոցներում շարունակում էր մեկնաբանություններն ու հարցազրույցները, այդպես էլ ներողություն չխնդրեց, մանդատից հրաժարվելու պահանջն էլ անիմաստ համարեց, քանի որ ասաց ԿՊ-ն 1 տարի հետո էլ իշխանություն չի լինելու։ Որպես տղա պարտավոր եք ներողություն խնդրել եւ մանդատն էլ վայր պիտի դնեք։ Մանդատն էլ վայր պիտի դնեք։ Պետք է կողմնորոշվես։ Ասեցի այդ երեքը միասին պիտի անեք։ Այդ սաղ միանգամից իրար հետ։ Հա, սաղ միանգամից իրար հետ, այդ հայոյելը գիտեք, դրա հետևանքները չգիտեք։ Սամեցին իշխանությունը փոխվել է, այլ խեմ ես մանդատս վայր դնում։ Շիրակի մարզպետը քաղաքացիական պայմանագրի մյուս անդամները փորձում էին իշխանական падգամավորին բաժանել լրագրողներից ու հեռացնել տարածքից, բայց Գաբրիելյանը դիմադրում էր, բարկանում թիմակիցների վրա, որ փորձում են խանգարել իրեն։ Գալնի դու գնաք սաղը տենկոմի վրա, մի հատ։ Ընդհանրապես բոլորով ես կորոշեմ ինչ եմ խոսում, ինչ չեմ խոսում։ Պաշտպանության հանձնաժողովի անդամը, որ մասնակցում է կարևոր քննարկումներին, գաղտնի տեղեկությունների է տիրապետում, չէր ենթարկվում թիմակիցներին, այդպես էլ չհաջողվեց նրան տարածքից հեռացնել։ Մի վարքյան, էլի ինչ եք անում, դուք ինչ եք սարքես տեղ։ Երեկվանից համացանցում տարածվում ու քննարկվում են քաղաքացիական պայմանագրի падգամավորի մասնակցությամբ տեսանյութերը, բայց իշխանությունը դեռ լուռ է։ Ոչ վարչապետ Փաշինյանը, ոչ էլ կուսակցությունը չի արձագանքել։ Այս վարքագիծը ոչ միայն խուլիգանական արարք է, այլև որպես այդպիսին պաշտոնատար անձի, այս դեպքում падգամավորի վարքագծի կոպտագույն խախտումներ։ Ասենք ինչ եք ուզում, մարդուց խոսում եմ։ Падգամավոր Վիլեն Գաբրիելյանի պահվածքը ուղիղ խուլիգանություն է որակում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Նրանով պետք է զբաղվեն իրավապահները, շեշտում է իրավապաշտպանը։ Սա միայն լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մասին չէ, այլ առհասարական հարգալից պահվածք հանրության նկատմամբ։ Նմանատիպ արարքը դատապարտելի է եւ հենց կուսակցության կողմից պետք է ստանա արժանի գնահատական։ Մինչև ԿՊԱ-ականի թունդ հայոյանքը լրագրողներին թիրախավորելու սկանդալի կիզակետում էր մեկ այլ ԿՊԱ-ական։ Մաքրեք ձեր շրթունքները, շատ լավ։ Ոչ մի բան։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այս շղթանը անպատժելիության հետևանքն է, ասում է իրավապաշտպան Հովհաննիսյանը։ Արդյոք Վիլեն Գաբրիելյանն էլ կմնա անպատիժ ինչպես մյուս ԿՊԱ-ականները, թե այս անգամ քաղաքական հետևանք կլինի։ Իշխող թիմից падգամավոր Արսեն Թորոսյանն ասաց կուսակցությունում քննարկում կլինի։ Մանրամասներ չհայտնեց, նա անընդունելի է համարում գործընկերոջ պահվածքը։ Կարծում եմ, որ պետք է հանրային իշխանության ցանկացած ներկայացուցիչ իր հանրային վարքագծում պահպանի կոռեկտության բոլոր կանոնները, ցանկացած անձ պետք է պահպանի, բայց հատկապես նման կարգավիճակ ունեցող անձ։ Կարծում եք դա պետք է հետևանքներ առաջացնի նրա համար։ Ես կարծում եմ, որ մենք դրա մասին քննարկում կունենանք։ Նախ կա արդեն նախաձեռնություն խմբակցությունում, վարչությունում։ Չեմ կարող ասել։ Падգամավորը մանդատը վայր կդնի, թե կուսակցությունից ու խմբակցությունից կհեռացնեն։ Արսեն Թորոսյանը դեռ փակագծեր չի բացում։ Վիլեն Գաբրիելյանը այսօր ազգային ժողով է գնացել, բայց լրագրողների հարցերին չի պատասխանել, ոչ էլ ներողություն խնդրել։ Գաբրիելյանը լուր այսօր։ Լուրը։ Մինչ քաղաքական թիմում կորոշեն անելիքները, լրագրող Կորյուն Սիմոնյանն արդեն ստորագրահավաք է նախաձեռնել, որ դիմեն ազգային ժողով, ձևավորեն էթիկայի հանձնաժողով ու քննեն падգամավորի վարքը։ Հորդորում ենք ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին նախաձեռնել վարույթ Վիլեն Գաբրիելյանի ոչ սթափության պատճառները պարզելու
համար, որովհետև մենք ունենք ողջամիտ կասկածներ, որ Գաբրիելյանը միայն ալկոհոլի ազդեցության տակ չէ, որ այդ պահին գտնվում էր։ Թեև Փաշինյանի թիմակցի պահվածքը փաստող տեսանյութերը լայն տարածվել են համացանցում, բայց իրավապահները որևէ քայլ չեն արել։ Գլխավոր դատախազությունից ազատությանը փոխանցեցին, որևէ գործընթաց չկա պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ կապված։